Վերադարձանք տաղավար եւ արդեն հասցրել ենք հյուրընկալել մեր մասնագետին, որի մասին դեռ հաղորդման սկզբում խոսեցինք եւ խոստացանք, որ այսօր խոսելու ենք եւ անդրադառնալու ենք շատ արդիական մի թեմայի, որովհետեւ սեզոնն է ալերգիաների, կփորձենք մեր հյուրի հետ հասկանալ առողջապահության նախարարության ալերգոլոգիայի գծով խորհրդատու Արմինե Հակոբյանի հետ կփորձենք հասկանալ, թե ինչպես օրինակ տարբերակել սամորսածությունը, թե ալերգիա, երբ գնալ բժշկի։ Բարև լույս։ Բարև ձեզ։ Բարև ձեզ, շնորհակալություն հրավերի համար։ Սիրով, նախ եկեք սկսենք այնտեղից, արդյոք գարնանային ալերգիաներ ասվածը միֆ է, թե իրականություն։ Դե բավականին իրական երևույթ է եւ շատ տարածված։ Կան երկրներ, որտեղ գարնանային ալերգիկ ռինիտով, այդ ավելի գիտական անվանումն է գարնանային ալերգիայի, տառապում են ազգաբնակչության մոտավորապես 30% եւ ավելի։ Եվ այո, բավականին մեծ խնդիր եւ բեռ է հանդիսանում ընտանիքի անդամների կամ հենց անձի համար, ով ունի ալերգիկ ռինիտ։ Եվ նաեւ առողջապահական խնդիր է, քանի որ գնալով տարածվածությունը մեծանում է եւ այդ պացիենտների քանակը մեծանում է, եւ պետք է ապահովել նրանց նորմալ կյանքի որակ։ Ինչպես տարբերակել սա մրսածություն է, հարբուխ է, վիրուս է, շնչառական խնդիր է, թե ալերգիա է։ Շատ լավ հարց է, քանի որ հատկապես երբ որ դա սկզբնական շրջանում է, հատկապես որ նոր է, շատ պացիենտներ չեն կարողանում տարբերակել, իրենց թվում է անընդհատ, որ իրենք ինչ-որ մրսածություն ունեն կամ վիրուսային շնչական վարակ են տանում եւ եթե այս ամենը տևում է բավականին երկար եւ սրվում է առավոտյան ժամերին, հա, եւ ունի կրկնվող երևույթ, այսինքն ամեն տարի գարնանը կամ ամռանը կամ ինչ-որ աշնան ամիսներին է զարգանում, բնականաբար մրսածության կամ վիրուսային վարակի մասին արդեն խոսք չկա, չնայած որ կարող են նայել գումարվի ինչ-որ շնչառական վիրուսային վարակ, որը որ հիմա հատկապես, քանի որ մենք ունենք տատանումներ եղանակային եւ այլն, կարող են գումարվել եւ ավելի վատացնել ընթացքը։ Իսկ որ պահին պետք է մարդը հասկանա, որ պետք է արդեն դիմել բժշկի, ժամանակն է բժշկի դիմելու եւ ինքնաբուժությամբ այլևս չի կարող զբաղվել, թե ալերգիկները իրենք արդեն փոքր տարիքից գիտեն, թե երբ է իրենց մոտ ալերգիա, ինչից է առաջանում ալերգիան ու արդեն գիտեն կոպիտ ասած բուժման մեթոդները։ Իրականում շատ լավ հարց է, քանի որ բավականին ընդունված է զբաղվել ինքնաբուժությամբ, երկրորդը շատ անգամ ալերգիկ հիվանդությունները, հատկապես այս տիպի ալերգիկ հիվանդությունները չեն ընկալվում շատ լուրջ եւ շատ պացիենտներ սահմանափակվում են դեղատներով, այսինքն վերցնում են դեղատանը ինչ-որ միջոց, ստանում են, օգնում է կամ չի օգնում, նոր դիմում են բժշկի։ Ես արդեն ասացի, եթե դա ունի կրկնվող ուրեմն միտում, այսինքն ամեն տարի են արդեն նկատել, որ գարնան ամիսներին կարող է լինել, եթե ունեն այլ խնդիրներ, օրինակ ոչ միայն քթաուսություն եւ փռշտոցն է, որը հիմնական կլինիկական դրսևորումն է, այլ նաեւ գումարվում է հազ, շնչարգելություն, օդի պակասի զգացում, խզոցներ, մենք արդեն պետք է մտածենք, որ սեզոնային ալերգիկ ռինիտին կարող է գումարվել բրոնխիալ ասթմայի, այսինքն երևի թե գումարվել է բրոնխիալ ասթման, որը եւս կարող է զարգանալ ալերգիկ ռինիտով պացիենտների մոտ եւ հենց այդ պատճառն է, որ անպայման պետք է դիմել բժշկի, քանի որ չբուժված ռինիտը կամ ընթացող ավելի վատ ընթացքով ռինիտը կարող է լինել ռիսկային, որպեսզի զարգանա բրոնխիալ ասթմա։ Դուք նշեցիք, որ բուժառուների թիվը տարեցտարի ավելանում է եւ կա հստակ վիճակագրություն, որ դա ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհում է այդպես։ Ինչով է սա պայմանավորված։ Գուցե վերամշակված սնունդն է շատացել, օդն է ավելի աղտոտվել։ Իրականում գործոնները շատ են, սա ոնց որ բազմակենտրոն խնդիր է, բազմագործոն կներեք, բազմագործոն խնդիր է եւ մի քանի գործոններ կուզեմ նշել, այո, օդի աղտոտվածությունը ինչ որ չափով նպաստում է, քանի որ օդի աղտոտվածության պատճառով մասնիկները, որոնք գտնվում են օդում, ազդում են մեր շնչուղիների վրա, կարող են առաջացնել ավելի գրգռված շնչուղի, հա, ամենա նաև տարածված պատճառներից մեկը
չափից դուրս մաքուր կենսակերպն է, այդպես է կոչվում է հիգիենայի տեսություն, որը արդեն տեսություն չի, այլ ապացուցված փաստ, քանի որ մենք ընդհանուր շատ ավելի մաքուր ենք սկսել ապրել եւ ցիվիլիզացիայի բարիքներից շատ ենք օգտվում ավելի եւ հեռացել ենք բնությունից, դա էլ է հանդիսանում գործոն եւ երևի այս երկուսին կանգ կառնեմ որպես բացատրություն, այո։ Իսկ մարդը կարող է հանկարծակի մեծ տարիքում դառնալ ալերգիկ, թե դա լինում է իծնե կամ ժառանգաբար փոխանցվում։ Շատ լավ հարց եք տալիս, քանի որ թվում է, որ բոլոր մեր ալերգիաները սկսվում են մանկական տարիքից։ Այո, մենք ունենք մի շարք հիվանդություններ, որոնք սկսվում են մանկական տարիքից, բայց ուզում եմ նշել, որ ցանկացած մարդ ցանկացած տարիքում կարող է ձևավորել ալերգիկ հիվանդություն։ Եվ այս ալերգիկ հիվանդություններից, որի մասին մենք խոսում ենք, ալերգիկ ռինիտը, այո, ունի ժառանգական նախատրամադրվածություն, բայց պարտադիր չի, որ մանկական տարիքից սկսվի կամ ծնողները անպայման պետք է ունենան։ Այո, դա բարձրացնում է ռիսկը, որպեսզի զարգացնեն ալերգիկ հիվանդություն, կոնկրետ ալերգիկ ռինիտը, բայց կարող է ցանկացած տարիքում լինի, քանի որ մենք մեր կյանքի ընթացքում բազմաթիվ ալերգենների հետ ենք շփվում, բազմաթիվ գործոնների հետ ենք շփվում։ Ալերգիաները շատ մարդկանց կողմից ընկալվում են որպես ուղղակի դիսկոմֆորտ, որը ազդում է կյանքի որակի վրա, բայց ոչ ավել։ Այդ ոչ ավելը, եթե բացենք, ինչ վտանգներ կան, բացի ուղղակի կյանքի որակի վրա ազդելը։ Նախ եւ առաջ արդեն ասացի բրոնխիալ ասթմայի ռիսկի գումարումը, հա, այսինքն երբ որ կա չբուժված ռինիտ կամ ռինիտի ընթացքի վատ թարացում, մենք պետք է մտածենք, որ հավանականությունը կա, որ կարող է զարգանալ բրոնխիալ ասթմա, կամ արդեն կան ախտանիշներ բրոնխիալ ասթմայի, բայց պացիենտները դա անտեսում են, իրենց թվում է, որ դա իրենց ռինիտի դրսևորման մի տեսակ է։ Այդ ժամանակ երկրորդը, եթե չենք խոսում ալերգիկ ռինիտի մասին, այլ հիվանդությունների մասին ենք խոսում, այո, իրենք կարող են լինել ռիսկային, օրինակ սննդային ալերգիկ, իրական սննդային ալերգիկ ռեակցիաները կարող են հանգեցնել ծանր կյանքին վտանգ ներկայացնող իրավիճակներին, ինչպիսին է անաֆիլաքսիան, կամ գարնանը նաև արթնանում է բնությունը եւ մենք ունենք միջատների, այսպես ասած, արթնացում, հա, եւ մենք նաև ունենք միջատի խայթից առաջացած ծանր ալերգիկ ռեակցիաներ, ինչպիսիք են էլի անաֆիլաքսիան կամ այտուցները կարող են զարգանալ եւ այդ ժամանակ էլ չի կարելի անտեսել, այսինքն այս հիվանդությունները միայն կյանքի որակի մասին չեն, այլ առողջությանը ռեալ վտանգ ներկայացնող իրավիճակներ։ Դեղորայքային ալերգիկ ռեակցիաները, երբ որ անձը ունի դեղորայքի նկատմամբ գեզգայնություն կամ ալերգիկ ռեակցիա, շատ անգամ ունենում ենք իրավիճակներ, երբ անտեսում են եւ ասում են, դե մի անգամ եղել էր, շատ վաղուց էր եղել, հիմա մի հատ էլ փորձեցի, նման էքսպերիմենտներ ճակերտավոր չի կարելի անել, պարտադիր պետք է լինել բժշկի հսկողության տակ։ Իսկ երբ մարդը դիմում է բժշկի, ինչ հետազոտությունների փուլերով է անցնում։ Նայած թե ինչ հիվանդության պատճառով է կամ ինչ դրսևորման պատճառով է դիմում։ Եթե խոսքը սեզոնային ալերգիաների մասին է, որը ալերգիկ ռինիտը կամ բրոնխիալ ասթման, նախ եւ առաջ ընդհանուր ֆիզիկական զննումից հետո պարտադիր պայման են հանդիսանում ալերգենների որոշումը։ Այսինքն մենք միջև չունենանք ալերգենների դրական պատասխան, մենք չենք կարող ասել, որ անձը ունի ալերգիկ ռինիտ։ Այսպես օդում չենք կարող ասել, դե ես փռշտում եմ գարնանը, հենց արևը բացվում է, փռշտում եմ, քթիցս հոսում է, ուրեմն ես ունեմ ալերգիա։ Պատկերացրեք, որ 10-ից 30% դեպքերում դա կապ չունի ալերգիկ ռինիտի հետ ընդհանրապես։ Բայց մենք ունենք շատ լավ հետազոտման եւ ախտորոշման միջոց։ Այդ դեպքում ինչ այդ դեպքում արդեն մտածում ենք այլ հիվանդությունների մասին, այդ դեպքում արդեն մենք դիմում ենք քիթ կոկորտական ջաբաններին եւ միասին փորձում ենք հասկանալ ինչ խնդիր ունի անձը, եթե ոչ ալերգիկ ռինիտ։
Իսկ ինչ որ թեստային Այո, թեստային ունենք մաշկային թեստեր, որոնք մաշկով են հայտնաբերվում կամ արյան միջոցով, բարեբախտաբար Հայաստանում բոլոր միջոցները հասանելի են եւ մենք ունենք բոլոր համաշխարհային ստանդարտներին համապատասխանող ախտորոշիչ միջոցներ։ Մենք խոսեցինք մեղվի խայթոցի հետ կապված ու մահվան դեպքերը բարբերաբար այդպես կարող են լրատվամիջոցներում հայտնվել, որ մեղվի խայթոցից է եղել, ալերգիա է եղել, այդ ոնց կարող են առաջին ախտանշաններից հասկանալ, քաղաքից դուրս հանգստի գնալուց ինչպես պատրաստվել դրան, հատկապես եթե երեխաների հետ ենք գնում, մի քիչ այս ամեն ինչը, էլի, որովհետև հիմա քաղաքից դուրս բնության գրկում հանգստանալու սեզոնն է։ Իրականում ոչ բոլոր դեպքերում է պետք վախենալ մեղվի կամ կրետի խայթից։ Եվ ոչ բոլոր մարդկանց մոտ կարող է դա զարգանալ եւ պարտադիր չի, երբ որ անձը ունի որևէ ալերգիկ հիվանդություն, նաեւ ունենա միջատի խայթից զարգացած ալերգիկ ռեակցիա։ Երբ առաջին անգամ խայթից հետո, չեմ ասում առաջին խայթը, կարող է մարդուն բազմաթիվ անգամ մեղուն խայթած լինի եւ ոչ մի բան բացի տեղային կարմրությունից եւ այտուցից զարգացած չլինի։ Երբ որ առաջին խայթից հետո զարգանում է տարածուն ցան, մարմնով ամբողջ կարմրություն, թեթև թեկուզ վատ ինքնազգացողություն եւ ուրեմն այտուցներ տարբեր հատվածներում, որը կծածից հեռու է։ Այդ ժամանակ անձը պետք է պարտադիր հիշի, որ հաջորդ խայթը կարող է լինել շատ ավելի ծանր եւ կարող է բերել անաֆիլաքսիայի, այսինքն անաֆիլաքսիայի ռիսկն է բարձրացնում։ Դիմում են բժշկի, գալիս են մեզ մոտ, մենք հետազոտում ենք, արյան մեջ կան հակամարմիններ, որոնք ցույց են տալիս իրականում դա եղել է իրական ռեակցիա մեղվի խայթի նկատմամբ, երբ որ այդ ցուցանիշները լինում են բարձր, մենք կրթում ենք պացիենտին, սովորեցնում ենք պահել իրենց մոտ դեղեր եւ կան ընդհանուր միջոցառումներ։ Երբ որ դուք գնում եք քաղաքից դուրս, վառ գույներով հագուստ չի կարելի հագնել, եթե արդեն ունեք տենց խնդիր, հա, պետք է լինի հնարավորինս մարմինը փակ, երկար թևեր, կոշիկներ, բաց ոտաբոբիկ չլինի, պաշտպանիչ սպրեյները, եթե օգտակար են մոծակի խայթի համար, ապա մեղվի եւ կրետի խայթի ժամանակ կարող են նույնիսկ գրավիչ լինել, նույնիսկ այո, օծանելիք չի կարելի օգտագործել, քանի որ կարող է լինել գրավիչ որպես հոտ, հա։ Կան մարդիկ, որոնք օրինակ ունեն, չգիտեմ, ստատիստիկայով որքան տարածված են, բայց կան մարդիկ, ովքեր ունեն արևից ալերգիա, ունեն ջրից ալերգիա եւ այսպես ավելի հազվադեպ եւ ոչ տարածված ալերգիաներ, Հայաստանում այս մասով ինչ վիճակագրություն կա եւ դրա դեմ ինչպես կարելի է պայքարել։ Եթե խոսքը վերաբերվում է արևից սկսենք, հա, արևի ճառագայթների ժամանակ փռշտոց քթահոսություն, քանի որ մեր բուժառուների մեծ մասը այս սեզոնային ալերգիկ ռինիտի գանգատները կապում է արևի հետ։ Ասում եմ հենց արևը բացում է, սկսում են փռշտալ։ Բայց մարդու մաշկին ցանավորում է։ Այստեղ պետք է տարբերակել, քանի որ արևից ալերգիան դա փռշտոցը չի։ Այո, արևից կարող է զարգանալ արևային եղնջացան։ Երբ որ այն հատվածները, որոնք բաց են արևի ճառագայթների ազդեցության տակ, պատվում են տարբեր տեսակի բլիթավոր ցանով եւ կարմրությամբ, հա։ Այո, դա այդքան էլ հաճախ հանդիպող երևույթ չէ։ Այստեղ էլ են միջոցառումները պաշտպանիչ, այսինքն տանից դուրս գալուց պետք է կրել, այո, հագուստ հնարավորինս փակ։ Երկրորդը պետք է օգտագործել արևպաշտպանիչ, այո, արևպաշտպանիչ բարձր SPF-ներ, որոնք որոշ տվյալներով եւ տարբեր մարդկանց մոտ բավականին լավ ազդեցություն ունեն։ Կամ սառը ջերմաստիճանի ազդեցության տակ զարգացող եւս եղնջացան կամ այտուցներ, այստեղ էլ միջոցառումները բոլորը պետք է լինեն տաք հագուստ, հնարավորինս քիչ դուրս գալ սառը ջերմաստիճանների ժամանակ եւ երկու դեպքում էլ անհրաժեշտության դեպքում ընդունել հակաալերգիկ դեղեր։ Բայց ինչից կարող ենք հասկանալ, թե այս եղնջացանը ինչից է եղել, որովհետև եղել է, որ
չգիտեմ, դեղերի ինչ որ բազա օգտագործել եմ, որոնցից նախկինում ես չեմ ունեցել ալերգիա, բայց այդ этаպում ես կերել եմ մալինա, այդ դեղերն եմ օգտագործել եւ ասենց չեմ հասկանում, չեմ կողմնորոշվում, թե ինչից էր այդ ալերգիան։ Ինձնով եմ օրինակը բերում, բայց առհասարակ Իրականում դա շատ բնական է եւ շատ տարածված, երբ որ անձը գալիս է պացիենտը եւ ուզում է իմանալ պատճառը։ Այո, դա բնական ցանկություն է։ Կան հիվանդություններ, որի ժամանակ մենք հստակ գիտենք պատճառը, հա, ես օրինակ բերեցի մեղվի խայտ, կրետի խայտ, սննդային ալերգիա, ալերգիկ ռինիտ, մենք հստակ ունենում ենք պատճառը, հետազոտում ենք եւ հայտնաբերում ենք։ Նույնը դեղորայքին է վերաբերվում։ Միջև չանենք թեստավորում, չենք կարող ասել կոնկրետ ձեր դեպքում այն ժամանակ զարգացել է դեղից, թե սպոնտան, այսինքն առանց պատճառ։ Եվ մենք ունենք մի խումբ հիվանդություններ, օրինակ շատ տենց լայն խումբ է հանդիսանում եղնջացանը, որը լինում է առանց պատճառ, որը որպես առանձին հիվանդություն է ընկալվում։ Այսինքն մեկնաբանվում, ընկալվում եւ բուժվում։ Այդ ժամանակ մեր բուժառուների մեծ մասը լինում է հիասթափված եւ մեզ լքում են, գնում են այլ բժիշկներին, քանի որ անպայման ուզում են պատճառը հասկանալ։ Այստեղ շատ կարեւոր է պացիենտին մաքսիմալ մատչելի բացատրել, որ գիտեք, կան հիվանդություններ, որոնք ունեն պատճառ, բայց դեր դեպքում երևի թե սա առանց պատճառ է։ Վերադառնանք ձեզ։ Եթե դուք ունեցել եք հստակ դեղի ընդունումից հետո ինչ որ ցանավորում, այտուց եւ դրսեւորումներ, դուք իրավունք չունեք այդ դեղը ընդունել միջև այն ժամանակ, միջև չանցնեք թեստավորում եւ փորձ։ հասկանալի։ Իսկ եթե դուք այդ նույն ցանավորումներ ունենում եք պարբերաբար եւ առանց պատճառի, ուղղակի այդ անգամ համընկել է դեղի ընդունման հետ, հավանաբար ձեզ մոտ եղնջացանի կրկնվող երևույթներ են կամ սպոնտան եղնջացանի տեսակն է, որը մեծամասամբ լինում է առանց պատճառ եւ որը դիտարկվում է որպես առանձին հիվանդություն։ Իսկ դա ինքնուրույն շատ վտանգավոր է, թե չի կարող հետագայում զարգանալ։ Եթե խոսքը վերաբերվում է քրոնիկական եղնջացանին կամ սուր եղնջացանին, որը լինում է առանց պատճառ, շատ հազվադեպ կարող է լինել վտանգավոր, այո, կարող է ուղեկցվել այտուցներով, հատկապես կոկորդի շրջանում, բայց դրանք շատ հազվադեպ երևույթներ են։ Բայց եթե խոսքը վերաբերվում է սննդից կամ դեղից զարգացած ռեակցիաներին կամ միջատի խայթին, իրենք կարող են այո լինել շատ վտանգավոր։ Շատ լավ, շատ շնորհակալ ենք։ Ես եմ շնորհակալ զրույցի համար։ Հիշեցնենք, որ մենք հյուրընկալել ենք Առողջապահության նախարարության ալերգոլոգիայի գծով խորհրդատու Արմինե Հակոբյանին։ Իսկ այս պահին մենք գնանք միասին գովազդ դիտելու, հետո վերադառնանք։